Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը 2026 թվականը հայտարարել է լավագույն տարբերակը ստեղծելու ժամանակ, քաղաքացիներին կոչ անելով ամսվա ընթացքում մեկ գիրք կարդալ և չքննադատել ուրիշներին։ Այս վեհ ոնի վրա, ինչպես հաղորդում է մամուլը, նրա «Իմ քայլը» հիմնադրամի աշխատանքի մասին հարցերը տհաճ մանրուք են թվում։ Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, հիմնադրամը չի բացահայտում ֆինանսավորման մանրամասները, օրինակ Իտալիա կատարած ուղևորության մասին, պարզաբանումների համար լրագրողներին ուղարկելով ինքնուրույն պարզել։ Մինչդեռ առաջին տիկինը շարունակում է անձնական աճի դասեր տալ, իսկ հիմնադրամը զարգացնում է բարեգործության արվեստը զգալի վարչական ծախսերով։ Ստացվում է, որ իր լավագույն տարբերակն այն է, որ խորհուրդներ է տալիս, բայց չի զեկուցում։ Լրագրողները ըստ երևույթին իսկապես պետք է դետեկտիվ վերցնեն այս պատմությունը հասկանալու համար։